Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից մենք այսօր անցնելու ենք թեմայի ամփոփում, կրկնելու ենք այն ամենը, ինչ սովորել ենք այս թեմայի վերաբերյալ։ Նախ հիշում ենք գումարման բաղադրիչների անունները։ Գումարման բաղադրիչներն են գումարելիները, իսկ արդյունքը գումարը։ Հանման բաղադրիչներն են նվազելին եւ հանելին, իսկ արդյունքը տարբերությունը։ Առաջադրանք 166-ը բանավոր ենք կատարում, գումարելի, գումարելի, գումար, նայում ենք առաջին գումարելին 12 է, երկրորդն անհայտ է, գումարը 16 է, կրկնում ենք կանոնը և լրացնում, անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին, 16-ից հանած 12 հավասար է 4-ի, 20-ից հանած 17 հավասար է 3-ի, այստեղ արդեն երկու գումարելիներն էլ հայտնի են, մենք պիտի գտնենք գումարը, 80 գումարած 20 հավասար է 100-ի, կամ կարելի է հիշեցնել 8 տասնյակին գումարած 2 տասնյակ հավասար է 10 տասնյակի, որը կազմում է 100 թիվը։ Նվազելի, հանելի տարբերություն։ Կանոնն ենք հիշում, անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը, 16-ից հանած 8 հավասար է 8-ի։ Նվազելին 17 է, հանելին 8, 17 հանած 8 հավասար է 9-ի, տարբերությունը կլինի 9։ Այստեղ նվազելին է անհայտ, անհայտ նվազելին գտնելու համար հանելին և տարբերությունը գումարում ենք, 50-ին գումարած 30 հավասար է 80-ի, նվազելին 80 է։ Այս գրավոր առաջադրանքները մենք կկատարենք տետրում, այժմ անցնենք 174 համարի առաջադրանքին։ Հայկը գնել է 8 փուչիկ, նույնքան փուչիկ էլ գնել է Աննան։ Հայկն իր փուչիկներից երկուսը տվեց Աննային, հիմա տեսեք, Հայկը գնել է 8 փուչիկ, նույնքան էլ Աննան, հարցնում ենք, ինչ է նշանակում նույնքան, նույնքան այսինքն հավասար քանակով, եթե Հայկը 8-ն է գնել, Աննան նույնպես գնել է 8-ը, Հայկն իր փուչիկներից երկուսը տվեց Աննային, Հայկը հանեց իր երկու փուչիկը և տվեց Աննային, հիմա կարդանք հարցերը, այժմ ում փուչիկներն են ավելի շատ, Եթե սկզբում հավասար էին, Հայկը երկուսը տվել է Աննային, նշանակում է Աննայի մոտ երկուսը ավելացել են, իսկ Հայկի մոտ ընդհակառակը պակասել, նշանակում է Աննայի մոտ փուչիկներն ավելի են։ Հայկի փուչիկները որքանով են պակաս Աննայի փուչիկներից։ Այս դեպքում պետք է երեխաները գործողությունը կատարեն, որպեսզի հասկանան։ 8-ից հանած 2 հավասար է 6-ի, 8-ին գումարած 2 հավասար է 10-ի։ Աննայի մոտ 10 փուչիկ է, իսկ Հայկի մոտ 6, 10-ից հանած 6 հավասար է 4-ի, այսինքն Աննայի փուչիկները 4-ով ավելի են Հայկի փուչիկներից։ 175 համարի առաջադրանքը, ինչ թվեր են թաքցրել աստղերը։ Ինչ որ մի թվից հանել են 10, հետո գումարել 7, հետո հանել 2, հետո գումարել 5, հանել 6 և ստացել են 14։ Այս տիպի շղթայաձև վարժությունները լուծելու համար մենք կատարելու ենք հակառակ գործողությունը։ Ինչ, եթե սլակը ձգվում է ձախից աջ, նույն ձևով էլ աջից ձախ ձգելով մենք կգնանք և կգտնենք սկզբի թիվը։ Այսինքն 14-ից հանել են, ինչ որ մի թվից հանել են 6 և ստացել են 14, մենք պիտի կատարենք հակառակ գործողությունը, 14-ին գումարենք 6, կստանանք 20։ Այստեղ գումարած 5-ը մենք պետք է հանենք, 20-ից հանած 5 հավասար է 15, եթե այստեղ հանած 2-ը մենք պիտի հակառակն անենք, 15-ին գումարենք 2 և կստանանք 17, եթե գումարել են 7 պիտի հանենք 7, 17-ից հանած 7 հավասար է 10-ի, այստեղ հանել են 10-ը, մենք պիտի գումարենք 10-ը, 10-ին գումարած 10-ը հավասար է 20-ի, այսինքն սկզբնական թիվը եղել է 20-ը, կարող ենք ստուգել, 20-ից հանած 10-ը հավասար է 10-ի, 10-ին գումարած 7 հավասար է 17-ի, 17-ից հանած 2 հավասար է 15-ի, 15-ին գումարած 5 հավասար է 20-ի և 20-ից հանած 6 հավասար է 14-ի, մեր որոնելի թիվը մենք արդեն գտանք։ 177 համարի առաջադրանքը, չափիր և պարզիր, թե քանի սանտիմետրով է կարմիր հատվածը երկար կապույտից։ Դրա համար նայում ենք կարմիր հատվածին և կանոնով չափում ենք նրա երկարությունը։ Չափում ենք կարմիր հատվածի երկարությունը և տեսնում ենք, որ այն 12 սանտիմետր է։
Հետո չափում ենք կապույտ հատվածի երկարությունը և տեսնում, որ այն 7 սանտիմետր է։ Մեզանից պահանջվում էր իմանալ, թե քանի սանտիմետրով է կարմիր հատվածը երկար կապույտից։ Երկու թվերի տարբերությունը գտնելու համար, տարբերություն բառը արդեն հուշում է, պետք է մեծ թվից հանենք փոքր թիվը։ 12-ից հանած 7 հավասար է 5 սանտիմետրի։ Նշանակում է այսքան հատվածը 5 սանտիմետր է։ Կարմիր հատվածը 5 սանտիմետրով երկար է կապույտ հատվածից։ Եվ կատարենք 176-ը ըստ նկարի տվյալների հաշվել կանաչ և կարմիր ժապավենների երկարությունները։ Նայում ենք, կապույտ հատվածի երկարությունը 13 սանտիմետր է և նա 2 սանտիմետրով երկար է կանաչ հատվածից, այսինքն կանաչ հատվածը 2 սանտիմետրով կարճ է կապույտ հատվածից, այսինքն որպեսզի գտնենք կանաչը որքան է, պետք է 13-ից հանենք 2 և կլինի 11 սանտիմետր։ Ժապավենը կապույտ կամ հատվածը, ինչպես կուզեք անվանեք, կանաչ հատվածը 11 սանտիմետր է և 2 սանտիմետրով կարճ է կապույտ հատվածից կամ ժապավենից։ Հիմա գտնենք կարմիր ժապավենի երկարությունը, որն էլ իր հերթին 2 սանտիմետրով կարճ է կանաչ ժապավենից, քանի որ կանաչ ժապավենը 11 սանտիմետր էր, հանում ենք 2 սանտիմետրը և ստանում ենք 9 սանտիմետր։ Կարմիր ժապավենի երկարությունը 9 սանտիմետր է։ Կամ, եթե շատ ուշադիր երեխաներ լինեն, անմիջապես կասեն, որ կարմիր հատվածը 2 և 2 սանտիմետրով կարճ է կապույտ հատվածից կամ ժապավենից։ Կարելի է 13 սանտիմետրից հանել 2 սանտիմետր, նորից հանել 2 սանտիմետր և կստանանք կարմիրի երկարությունը։ Այժմ անդրադառնանք տետրի առաջադրանքներին։ Պետք է գտնենք անհայտ բաղադրիչը և վերականգնենք հավասարությունը։ Տեսեք, նվազելի, հանելի տարբերություն։ Անհայտ նվազելին գտնելու համար հանելին և տարբերությունը գումարում ենք։ 8 գումարած 4 հավասար է 12։ Եթե 12-ը տեղադրենք դատարկ բանտակի փոխարեն, կլինի 12-ից հանած 8 հավասար է 4-ի։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 16-ից հանած 8 հավասար է 8-ի։ 8 գումարած 8 հավասար է 16։ Ինչ արեցինք, մեր գտած 8-ը տեղադրեցինք անհայտ գումարելիի փոխարեն։ Մի օրինակ էլ անհայտ հանելիով բացատրենք, մնացածը երեխաները ինքնուրույն կգրեն։ Նվազելի, հանելի տարբերություն։ Անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը։ 16-ից հանած 9 հավասար է 7-ի։ Եթե 7-ը տեղադրենք դատարկ բանտակում, կլինի 16 հանած 7 հավասար է 9-ի։ Մյուսները երեխաները ինքնուրույն կկատարեն։ 167 առաջադրանքն են կատարում։ Հանելին 40 է, տարբերությունը 20, հաշվիր նվազելին, այսինքն անհայտը նվազելին է։ Անհայտ նվազելին գտնելու համար տարբերությունն ու հանելին գումարում ենք։ 20 գումարած 40 հավասար է 60-ի։ Վերականգնենք հավասարությունը, 60-ը տեղադրենք նվազելու փոխարեն, 60 հանած 40 հավասար է 20-ի։ Առաջադրանք 168-ը։ Նվազելին 90 է, տարբերությունը 30, հաշվիր հանելին, այսինքն հանելին անհայտ է։ Անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը, հավասար է 60-ի։ Որպեսզի վերականգնենք հավասարությունը, 60-ը տեղադրում ենք դատարկ բանտակների փոխարեն, կլինի 90-ից հանած 60 հավասար է 30-ի։ Երկու թվերի գումարը 90 է։ Այդ թվերից մեկը 40-ն է։ Հայտնի գումարելին 40-ն է, պիտի գտնենք անհայտ գումարելին։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 90-ից հանած 40 հավասար է 50։ Վերականգնելու համար 50-ը տեղադրում ենք դատարկ բանտակում։ 40 գումարած 50 հավասար է 90-ի։ Եվ լուծում ենք երկու խնդիրները, 170-ը և 171-ը։ Պապիկն ու թոռնիկը խնամում են 8 սև և 6 սպիտակ գառնուկ։ Ընդամենը քանի գառնուկ են նրանք խնամում։ Քանի որ խնդիրները ընդհանրապես անցնում են 3-րդ դասարանի 2-րդ կիսամյակից համառոտագրել, կարելի է համառոտագրությունը երեխաներին չսովորեցնել, բայց ես սովորության համաձայն միշտ երեխաներին սովորեցնում եմ, որ հետագայում ավելի հեշտ լինի։
Մեզ անհրաժեշտ բառերն են սևը և սպիտակը։ Սև գառնուկների թիվը 8 է, սպիտակներինը 6։ Խնդիրը պահանջում է իմանալ, թե ընդամենը սևերը և սպիտակները միասին քանի գառնուկ են։ Որպեսզի իմանանք դրանց գումարը, պետք է 8-ի գումարենք 6։ Սա մեր արտահայտությունը կլինի։ Իսկ հավասարությունը կլինի 8 գումարած 6 հավասար է 14 գառնուկ։ Պատասխան՝ սևն ու սպիտակը միասին 14 գառնուկ։ Նկարին նայելով փորձում ենք լուծել խնդիրը։ Ձմերուկն ու սեխը միասին կշռում են 12 կիլոգրամ։ Միայն սեխը կշռում է 4 կիլոգրամ։ Պետք է գտնենք ձմերուկի զանգվածը։ Սեխը 4 կիլոգրամ է, տեսնում ենք նկարում։ Ձմերուկը չգիտենք որքան է։ Հարցական կիլոգրամ, բայց գիտենք, որ սեխն ու ձմերուկը միասին 12 կիլոգրամ է։ Այսինքն, առաջին գումարելին 4-ն է, երկրորդ գումարելին անհայտ է, գումարը 12 է։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 12-ից հանած 4 մեր արտահայտությունն է։ 12 հանած 4 հավասար է 8, սա մեր հավասարությունն է։ Արժեքն է պատասխան 8 կիլոգրամ։ Ձմերուկը կշռում է 8 կիլոգրամ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։